Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ես հենց նոր դուրս եկա Երևան կենտրոն քրակատարողական հիմնարկից, այցելել էի պարոն Վարդան Ղուկասյանին, այս շենքում է գտնվում այդ կենտրոն քրակատարողական հիմնարկը, ուրեմն պարոն Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխեցին նորից կենտրոն քրակատարողական հիմնարկ, բայց հիվանդանոցը այնպիսի ախտորոշում էր տվել պարոն Ղուկասյանի հիվանդություններին, որոնք անհամատեղելի են կալանքի հետ եւ նրան տեղափոխել այս քրակատարողական հիմնարկ ուղղակի կարելի է բնութագրել որպես հանցագործություն, որը միտված է մարդուն հասցնել մահվան։ Հիմա այս պայդրությամբ պարզվում է, որ այս քրակատարողական հիմնարկում գոյություն չունի բժիշկ, ինչ որ բուժքույր կար, բայց որին ես հնարավորություն չունեցա հանդիպեի։ Պարզվեց պարոն Ղուկասյանը շարունակում է գանգատվել առողջական խնդիրներից, սրտի եւ կրծքավանդակի շրջանում ցավեր եւ բարձր շաքար այդ շաքարի մակարդակը արյան մեջ եւ նրան ախտորոշել են շաքարային դիաբետ երկրորդ տիպ ծանր ընթացքով, նեյրոպաթիա, լիմֆոստազ եւ այլն ինչ որ նաեւ հետևանքներով եւ նաեւ սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի անոթների փակում, մի անոթը փակված է 90% եւ 3 անոթներ փակված են 65% եւ աորտայի լայնացում, այսպիսի էլ չեմ ասում մնացած հիվանդությունների մասին, ես ախտորոշումից ցիտեցի մի քանիսը, այսինքն այս ծանր հիվանդություններով որը նաեւ տարել է իդեպ ինֆարկտ, դա էլ պարզեցին այս շուրջ 10 օր հիվանդանոցային հետազոտությունները, հիմա այս մարդուն պահում են նորից 15 քառակուսի մետր խցում առանց բժշկական օգնության։ Ես այս մասին հայտնեցի նաև նոր հաղորդում հանցագործության մասին, ահազանգ շտապօգնությանը, որպեսզի շտապօգնությունը ժամանի, քանի որ այդ բուժքույրեր, ով էր, ինչ էր, այդպես էլ ինձ չհաջողվեց տեսնել։ Իսկ այս քրակատարողական հիմնարկներում պատասխանատուն բժշկական մասով Կամո Մանուկյանի պոակն է եւ այս Կամո Մանուկյանի պոակը փաստացի ունենալով լուրջ հիվանդ կալանավոր, այդ լուրջ հիվանդ կալանավորին չի հատկացնում բուժօգնություն։ Դուք պատկերացնում եք, այսպիսի ծանր ախտորոշումներով հիվանդին վերաբերյալ բուժօգնությունը բացակայում է, դեռ ավելին, երեք ինչ որ մի տեղեկանք են սրանք կազմել։ Այդ տեղեկանքի մեջ էլ նշել են, որ պարոն Ղուկասյանը լիարժեք առողջ է։ Ուրեմն մենք ունենք տարբեր բժիշկների կողմից հաստատված ախտորոշում ծանր հիվանդությունների մասին, որոնք անհամատեղելի են կալանքի հետ, բայց այստեղի բժիշկը ինքը գտնում է, որ պարոն Ղուկասյանը առողջ է, այդպիսի տեղեկանքներ է ինչ որ կազմում, իսկ այսօր էլ այդ բժիշկը, ես չգիտեմ դա ինչ մասնագետ է, այդ բժիշկը այսօր աշխատանքի ընդհանրապես չի եկել, իսկ բուժքույր կա, ինչ որ բուժքույրն է զբաղված էր եւ ընդհանրապես չցանկացավ ինձ հետ խոսել իմ պաշտպանյալի հիվանդությունների եւ համապատասխան անհրաժեշտ բուժօգնության մասին։ Այս պայդրությամբ այսքանը ես ուզեցա ձեզ տեղեկացնել, հաղորդումը ներկայացրել եմ, նաև դիմել եմ շտապօգնությանը, հիմա սպասենք տնանք շտապօգնությունը ինչ է անելու, գալու է, տեղափոխելու է պարոն Ղուկասյանին հիվանդանոց, թե ոչ։